Առավոտ աղջիկներս, ինչպես է մեր մոտ առավոտ շուտ է, պատրաստվում եմ, որպեսզի գնամ դպրոց, այսօր երեկի միջոցառումն է։ Շատերդ հարցնում եք մազի ներկս աղջիկներս, այստեղ պահել եմ էստելի ներկը, քանի որ իմ մազերս մուք էր, այդպես իրուն գույնը չբացես, պետք է գույնը բացեի, իսկ ես չէի ուզում մազերս վառեմ եւս մեկ անգամ, քանի որ նոր եմ մազերս այսպես խելքի բերել, դրա համար Այս ձև ստացվեց, բայց այս ձևել ավելի շատ սիրուն էր։ Հիմա մի թեթև տոնային ենք գցում։ Ահա։ Մազերս մի հատ ուղղացնենք ու վեր։ Այդ այդպես աղջիկեր ջան, հիմա տեսնեմ ոյ գազերն եկա։ Ես ինչ դժվար ես հոսանքը դուրս գալիս։ Շորտ ներկ, lipstick cheeks պամադա։ Եվ բնականաբար օղեր, իմ ամենասիրած օղերը, բայց կարելի է իր հետ ինչ-որ այլ հետաքրքիր օղեր գցել, ինչ կասեք, որը գցեմ, որ Այնքան էլ օղեր ունեմ, ամեն անգամ օղեր առնելուց տղես ասում է, այդքանը մեկա չես գցում, ուր ես առնում այման, բայց ճիշտ ասում, այնքան որ առնում եմ, տունիկները, ինձ համար ոնց որ տուն լինի, 3-4 տուն, արծաթից է կարծում, Այսպես, չէ արծաթ չի, բիժուտերիա է, թե արծաթը, արծաթ, հա, աղջիկներս պատրաստ եք, գնամ երեկի հագուստներ հագցնել ու շարժվենք, մեզ բոլորիս հիանալի օր եմ մաղթում, ձեզ լիքը պատշիկներ, կամ հանդիպենք արդեն կամ ճանապարհին, կամ դպրոցում, տեսնենք, սուրճ արդեն մեկ բաժակ խմել եմ, ջուրս խմել եմ, ջուրս խմում եմ, հետո սուրճը, բայց այսօր հակառակը եղավ, սուրճը խմեցի, հետո ջուրը, էլ ինչ պետք է ստեղ վերցնեի, տղայս վերնաշապիկը չմոռանամ, դրամապանակ, անձնագիր, պարտադիրը, որովհետև առանց անձնագրի չեն ընդունում, պետք է ստորագրենք, նոր գնանք։ Ասեք Աննա ջան, բա օծանելիք, առանց օծանելիք ուր ես գնում։ Ես էլ օծանելիքս վերջանում եմ, պետք է նորը պատվիրեմ, վերջ, գնացինք, մի թեթև դյուն է եկե աղջիկներս, այսպես գեղեցիկ եղանակ է, ճիշտ արև չի, բայց այդքան ցուրտ էլ չի, հիմա գնում ենք դպրոց, վերջապես հանգիստ գտան մի 10 օր, 2 շաբաթ էլի կհանգստանանք, ձեր մոտ ամսի քանիսն է եղել կիսամյակը եփեք փակել, այսինքն այսպես ասեմ, արձակուրդի մեջ եք, թե դեռ ոչ, մենք այսօրվանից նոր վերջապես արձակուրդ կվերցնենք, վաղն էլ Հարսենը կգնա մանկապարտեզ եւ վերջ, մեկ էլ մինչև ամսի հունվարի 11-ը կարծեմ, թե 12-ը պետք է գնանք, դուք մինչև եփեք տանը
Հələ մի հատ գրեք տեսնեմ աղջիկեք ջան։ Աղջիկներս երեխաների միջոցառումները շատ լավ անցկացավ, երեխեքը շատ ակտիվ, շատ ուրախացան, նվերները ստացան եւ հիմա ուրախ տուն են գնում։ Սար ինձ սիրուն զույնա գալի լնայ։ Ապեսին ճացել է։ Հայև իրա փառնա տվող։ Հա? Էլի ինտերնատ, դա հագի չկար։ Հա։ Вообще, Կարող են վերեն ածում։ Չէ, դելան դե մարդ, հացիկներ բդե, խոդի մեջ։ Մեսաձեր։ Հա, էսսեվը։ Իրա տեղը փոխել է, էլի։ Աղջիկներս տոլմա ենք փաթաթում նոր տարվա համար եւ ինչպես միշտ գիտեք, միշտ պետքա կարմիր լինի։ Ինչպես տեսակ, ամառը սոխարած էի պատրաստել, նայեք ինչ սիրուն գույն ունի, հա։ Այստեղ սոխը տապակում եմ նորից բուսայուղով, սոխարածն եմ ավելացնում, տոմատի մածուկ, մի փոքր ջուր, մաղադանոց ու տեղին սոխարած է ստացվում։ Ես համ ֆարշի մեջ եմ ավելացնում աղջիկներս, համ լիստերի վրա, որպեսզի յուրահատուկ կարմիր գույն ունենա ու նոր տարվա տոլմա լինի։ Շատ կծուտ չեմ անում, որպեսզի երեխեքն էլ համ տեսեն։ Իսկ այստեղ չորացրած կանաչիներ եմ ավելացնում, ինչպես տեսնում եք, կարմիր պղպեղ, սև պղպեղ, նորից տոմատի մածուկ, որ լավ կարմիր լինի։ Եվ արդեն մեր սոխարածը պատրաստ է։ Ներս ահավոր սյուն է գալի, լնայեք ինչ սիրուն է, ասում ենք նոր տարի առանց սյուն, գնում ենք ամանորյա գնումներ կատարելու վերջապես, ամենավերջին օրով գնում ենք խանում, շատ բան չունենք առնելու, ամեն ինչ կարելի ասել ունենք, հետև ինչը որ պակաս է, այդ կառնենք ու վերջ, գնացինք, մի հատ էս դրախտավայրը նայեք, հլը տեսեք ինչ սիրուն է, այդ են սիրուն մաքրի, Գյորգի ջան, հլը նայեք, այդ կոմը կապույտ ֆոնի վրա էր, գիտես, Գյորգն են սիրուն էր, հլը, նայ, բայց խե ասենց կապույտ, հլը նայ, սիրուն ո, ոյ, Потому что там снег мы падали и прилипли к дереву. դրախտ, հլը, շատ սիրուն է, աղջիկները ստոլմեն փաթաթի վերջացրեցի, դե բլինչիկները տեսակ, եթե էպյուրին միացել եք, հաջան, Ты забыла, что снег падает прямо в домах, չէ բալես չեմ մոռացել, деревьях. ուրեմն աղջիկները սերեք իրիկու մինչև ժամը 12-ը բլինչիկները պատրաստեցինք ամբողջ ընտանիքով տեսակ, տոլմեն նոր կաղամբը փաթաթեցի, մնում է թփով տոլմեն փաթաթեմ և երեխեքը գնում են դպրոց, այսօր միջոցառում էր, շատ հավես անցավ, մալադյեց կազմակերպիչներին, շատ սիրուն, ամեն ինչ տեղին այսպես պատրաստել էին։ Ասինք մենք է շուտ գնանք առևտուր անենք, այս Աննայանց սառնարանը, հեռուստացույցը ամեն ինչ կբերեն, հասցնենք, որ տանը լինենք, էլի, գանք ռասպակովկա անենք միասին։ Ուշացան, բայց 3-4-5 կգան, չէ? 4-ն Արդեն 4-ն է, հա 5-ն է, հեսա կգան ուր որ այա։ Մերն ես այդ ուշ բերին, էլի։ Մերն էլ էր, հա ուշ էր։ Էլի կորնա։
Մերն է շատ ուշ բերեցին։ Ասում եմ տղայիս հետ առաջ անգամ եկել ենք ամանորյա գնումներ կատարելու, արդեն մեծացել է, այն որ ամեն ինչից հասկանում է։ Ես, Էրիկը եւ Գյորգին։ Գացին խանութ։ Կանք մագնիտ աղջիկ ջան։ Մագնիտից էլ մնացած գնումները կատարենք, որ տուն գնանք։ Նայեք ինչ սիրուն, Այրիկին ասում եմ կարաս անես, ասում է ես մենակ դեմքը չեմ նկարել։ Ասում եմ որ փորձես կարաս։ Հա։ Բալես։ Հա։ Նորվեգ, а, Գյորգի ջան։ Ну и славно. Ну, լավերը դու։ Հա, վերցրու։ Ես էլ ասիրում։ Твоё. Я хочу. Мама, походь, так ведет. Да, վերևը մի փոքր բանը արա։ Ենկում այտենց։ Թապտուր։ Այտենց, մի քիչ է։ Мама, Հատավ։ Դուք չեք կարա բալես, ոպա, նայն սիրունա, օպրեստիկ։ Սիրունա չէ։ Հլը հիշում ես ինչ պաթիլները։ Աղջիկներս գիշերվա արդեն ժամը 12-ն է, երեխաներին քնացրել եմ, ասեցի կամա արագ գնումները հանեմ, հա, դատարկեմ, տեղավորեմ, հետո նոր գնամ հանգիստ վարկեմ քնեմ։ Ինչպես տեսակ լոլիկ ենք վերցրել, բանան ենք վերցրել, վերջի օրով ենք գնումներ կատարել, շատ այդպես գնումներ չունեինք անելու, կարելի ասել ամեն ինչ կար տանը։ Ինչը որ անհրաժեշտ էր, այդ ենք վերցրել։ Գազարը, լիմոնը, նուռը, բուսայուղը, վարունգ, պամիդոր, լոլիկ խորենն է գնաց իրանց տուն։ Գիշերվա ժամը 12-ն է, նոր արդեն սառնարանը, հեռուստացույցը եւ լվացքի մեքենան բերել էին։ Այդքան ուշ, պետքա մինչև ժամը 5-ը բերեն, բայց ուշացան այսօր։ Այստեղ երշիկ եղենն է, ինչպես տեսնում եք, տարբեր տեսակի վերցրել եմ, չհաշված կեսրայրս է Հայաստանից էր բերել։ Գները մոտավոր այդպես չեմ էլ հիշի, որ ասեմ աղջիկներս ինչ արժեր, արդեն մոտիկից այդպես պահել եմ, խանութում տեսել եք, որպեսզի համեմատեք հա ձեր մոտ եւ մեր մոտ։ Հիմնականում այստեղ մեր մոտ արդեն ամեն ինչ այսպես 100 գրամով են վաճառում, գրամը 100 ռուբլի է, 80 ռուբլի է, 59 ռուբլի է, այստեղ նարինջա, զեյթուն, հիմա ամբողջ այսպես գրամով են վաճառում, նույնիսկ թխվածքաբլիթները գրամով են վաճառում, նույնիսկ կիլոգրամ չի գրամ, ձեր մոտ էլ է այդ ձև թե ոչ, խոզի միսը տանից է աղջիկներս հավ են վերցրել սալաթի համար,
հավի բուտ եւ հավի թևիկներ ենք վերցրել խորովածի համար։ Հիմնականում երեխեքը միայն հավի միս են ուտում։ Խոզի մեզ կարելի ասել իրանք խորոված արած չեն ուտում։ Այդպես սիրուններս անցանք հաջորդին։ Չարազների համար այսպես առախից եմ վերցրել։ Մենք սիրում ենք տենց քաղցր կրկրտացնելով լավ ուտում է։ Կոլա հյութ ենք վերցրել։ Այստեղ գազար եմ վերցրել։ Կայտեսկի գազար են ասում, ինչ են ասում այսպես, թե դու դրած արդեն են բուսայողով որ ամեն ինչ sense տեղը տեղին սարքում են։ Հələ մի հատ գրեք տեսնեմ։ Հա, կարծեմ կայտեսկի գազար են ասում։ Մայոնեզ եմ վերցրել նորից սալաթի համար, պետք է ռուլետ պատրաստեմ։ Ինձ թվում է կամ մայոնեզով կանեմ կամ թթված սերով։ Ոլոր եմ վերցրել, տոմատի մածուկ, արդեն կանաչ զեյթուն, երկու գույնի եմ վերցրել, մեկը սև, մեկը կանաչ, եւ հասկացած կաթ եմ վերցրել թխվածքների համար։ Սկեսուրս արդեն խմորեղենը կթխի, այնտեղ մեղրով տորթերա թխելու, հա, գլազուրով եւ փշուրով։ Ես էլ ծվային բիսկվիթով համ յոժիկ եմ պատրաստելու, համ էլ մենց բարձր տորթ եմ թխելու։ Բաղադրատոպսը չեմ թողնի, որովհետեւ չեմ հասցնի այդ ընթացքը նկարահանել աղջիկներս, բայց ապագայում կնկարահանեմ եւ կտեղադրեմ։ Պատրաստման եղանակները շատ հեշտ են, շատ պարզ են, բայց հիմա չեմ կարող այսպես մանրամասը նկարահանել, ընթացքում արագ եմ ամեն ինչ անում, որ հասցնենք, գիտեք, մենք ընտանիք ենք, պետք է ամեն ինչ հասցնենք, իսկ բաղադրատոմսը ներկայացնելու համար պետք է մանրակրկիտ այսպես նկարահանեմ, մոնտաժեմ, որպեսզի ձեզ համար ամեն ինչ պարզ լինի։ Ինչպես տեսակ պանիր եմ վերցրել, խմոր եմ վերցրել, սլայոնի մոտ էլ շերտավոր խմորը, չգիտեմ ինչի ընդհանրապես չի ստացվում, մի քանի անգամ, 1000 անգամ փորձել եմ, չի եղել, կարակ եմ վերցրել, երկու տեսակի, շերտավոր խմորները վերցրել եմ, որպեսզի խաչապուրի պատրաստենք, գաթա չեմ թխելու, անոծոտյան գաթա բերել է, մեր երկու տանն էլ բավական է, 3 տեսակ ալյուր եմ վերցրել, 3 հատ, ոչ թե 3 տեսակի, 3 պաճկա, նորություններ ինձ համար, կտեսնենք, եթե լավն է, նորից կգնեմ, եթե ոչ, ոչ։ Մնում աղջիկներս անանասը գնենք, այդ ընթացքում Գյորգին արդեն կգնի կբերի, շաքարավազ եմ վերցրել 5 կիլոգրամ, որպեսզի անդադար խանութ չգնանք, մինչև ամսի 1-2 կարծեմ չեն աշխատում։ Այսքանն էր մեր գնումները, ընթացքում էլի գնումներ կլինեն։ Շատ գիտեմ։ Ոյ, Քաղցր շատ սիրուն է, մեր Նատաշ քույրիկը, ու մի ծոր կաթ ենք առնում, կաթի հետ նվեր է ուղարկե։ Հələ տենա։ Հələ արի բացի, Գյորգի ջան։ Հələ նայեք ինչ սիրուն է, փաթեթավորը։ Դա սիրուն է, սես կոֆե դրե։ Ուզում էր կոֆե դնի։ Դա կոֆե ճունի։ Իչե բերենք։ Այդեմ մորքուրը վերցել համա։ Այս խիչի։ Խաբարա ցույց տալու։ Են ամագրավիդյո։ Լբացի Գյորգի ջան։ Ինչ Ինչ է սիրուն ուպակովկա է արե։ Դες պապան բացը։ Այն ասքանի րոպե։ Քանի հոգրավից, ատկանի կատատալ։ Սաղմա չէ, երբ հոգին կոկու կտալտա։ Նիկով է էլի, 2-3 հոգու է տալի երևի։ Չէ, ասի կաղացուն կա, առավոտ մաթե։ Շատ մտածի կորին ես հանդիպել։ Չէ։ Տորմուզս բան է նո։ Ինչ է։ Բան է, դա բելա սարը։ Կտի հալացնես։ Հլա հետևը պայի։ Յո, Սնողին գոդը։ գոդում։ Անգրասկա չէ։ Հլա բացի։ Ռասպակովկա ենք անում առավոտ շուտ։ Մի փոքր ուշադրություն ու տեսեք ինչքան ուրախացան։ Ասես կերծրել է, ոչ բասվի, ջոյի տուկով բանով, պեչակ։ Ամաշինից։ Երգը թագ է։ Это мое. Պատվիրել է։ Ետ։ Թող։ Это мое подарок. Արջուկը սիրուն է։ Կոնֆետները, օհո։ Ահա։ Հա, Գյորգի ջան, ինչ կար ներսում։ Նադը կա, խաղալիք։ Հա, կոնֆետները, նանա։ Ահա։ Ինչ լավուն է։
Նատաշ։ Նատաշ ջան, թե մեզ հետևես տես քու պադարքներ ած։ Չկա, շո։ Էս էլ հանում է, սեղնում երկու խաղալիք։ Ոնը էսի։ Սիրուն հանի, հա։ Արջուկ է, երկու։ Սիրուն է։ Ահա, երկու խաղալիք է։ Այնան բանի ժամանակ Спасибо, Наташа։ երեխեք որ խաղում ենք առաջ մամա պապա։ Էդի մամա պապան։ Մեկը բաբանա, մեկը բաբան։ Տունտուլիկ։ Ինչ է, չպոկես բալես, տոնածարես կախենք, մեկը հարսիկը կախի, մեկը մաման։ Լնա իր սիրունոցիկ։ Կարող ենք նասարկը։ Չէ, ցերկի աշխատանք։ Ձերքի աշխատանք։ Ցերկի է։ Ան, կոկա-կոլա։ Էդը։ Վերցրու։ Դու վերցրու։ Կոկոյի վերցրու։ Աբին է վերջնա Քաղցրու։ Ուշադրություն ինչա պահանջում, ուշադրություն, մենք էլ կուղարկենք դատարկ բանկի հետ։ Մեկ էլ կուղարկենք։ Ես էլ թողեք հասկու պապկա երեք։ Զարքածոս խաղալիքներից մի հատ կգցեմ մեջը։ Հա, ես էլ էդը պայա։ Մեկ էլ արմյանսկի միրբիրեկա շոկոլադ։ Ահա։ Всё։ Всё։ Grand Candy։ Ես է կպատրաստեմ քո համար, Նատաշա ջան։ Спасибо։ Աղջիկներս հիմա յոժիկ են թխում ու ոզնի ահա դու էլ ես թխում մամայի հետ արդեն նախապատրաստել եմ ամենին մակրել եկսեն շուրքսեն չէ դու դրանով չես կարանես նա Քնավ Ենք ստերի չենք ենամ Բայց իջա բեր թռնում չի եմ հո Աղջիկներս տարին արդեն վերջացնում ենք, փակում ենք, անչափ շնորհակալ եմ ձեզ, որ այս տարվա ընթացքում միացաք ինձ, հազարավոր մեկնաբանություններ գրեցիք, հավանություններ դրեցիք հազարավոր, շնորհակալ եմ, որ բաժանորդագրվեցիք, հրավիրեցիք ձեր հարազատներին, ստեղծեցինք մեծ ջերմ ընտանիք, որ բոլորս մտածում ենք բոլորիս մասին, որ ասում եմ մեկը բոլորին, բոլորը մեկին, հիմա մերն էր, Շնորհակալ եմ ձեզ, սիրելիներս սրտանց, բոլորիդ գրկում եմ, պաչիկներ եմ ուղարկում, անչափ զգացված եմ, ապրեք շատ-շատ, որ այս տարվա ընթացքում մնացիք ինձ հետ և բոլոր տարիների ընթացքում, ինչ ես սկսել եմ իմ գործունեությունը YouTube-ում, անչափ շնորհակալ եմ ձեզ, եկեք այս գեղեցիկ տոնի վրա վերջացնենք այսօրվա վլոգը, կհանդիպենք շատ շուտով հաջորդ վլոգում, ձեզ անչափ սիրում եմ և գնահատում